Հունիսի 12-ին ամերիկյան Օրլանդո քաղաքի Պուլս ակումբում 50 հոգու սպանությունը ցնցեց աշխարհը։ Նույնասեռականների ակումբում տեղի ունեցածի հայաստանյան արձագանքը սակայն ոչ միանշանակ էր։ Որոշ մեդիաներ շատ կողմնակալ ձևով էին այդ նյութը ներկայացրել ու դրա ներքո արդեն նաև քաղաքացիների արձագանքն էր սարսափելի, որովհետև արդարացում էր հանցագործությունը, արդարացում էր ահաբեկչությունը, չգիտակցելով, որ եթե ասենք դա Ամերիկայում է, տարածությամբ մեզ մի քիչ ավելի հեռու է, բայց կարող լիներ նաև ցանկացած մեկի հարազատը կամ ընտանիքի անդամ։ Փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցչին զարմացնում է նման արձագանքը։ Մի ազգ, որը այդ ցեղասպանության միջով անցել է, որը նույն ատելության հիմքով հանցագործության բոլորս դրա զոհերն ենք, տուժածներն ենք եղել ու ասենք մեր նախնիները զոհերն են եղել դրա, մենք հիմա նույնիսկ ասել իրավունք չունենք նույնիսկ որևէ կերպ, որևէ նման հանցագործություններ կապ չունի ինչ հիմքով արտահայտել։ Հայ առաքելական եկեղեցին չի ընդունում նույնասեռականությունը, սակայն ահաբեկչությունը չի կարող չդատապարտել։ Այսպես չէ, որ մենք պիտի պայքարենք այդ երևույթի դեմ։ Հետևաբար պարզապես մարդկանց մահը ողջունել ու խրախուսել եւ ուրախանալ նման դեպքում կարծում եմ լուրջ խնդիր է մտածելու որքանով մենք առողջ ենք հոգևոր իմաստով։ Այսօր հայտնի դարձավ, որ հանցագործությունն իրականացրած աֆղանական արմատներով Ամերիկայի քաղաքացի իսլամական պետության կողմնակից Օմար Մատին գրանցված է եղել գեյ սոցիալական ցանցերում։ Հաճախ է այցելել նաև սպանդի վայր Պուլս ակումբ։ Ինքը իր կրոնական ընտանիքի ճնշման ներքո չի կարողացել լիովին արտահայտվել ու այդ ագրեսիան ծնվել է տարիների ընթացքում, որ ինքը չի կարող ապրել այն կյանքով, որը իրականը որ Իրանն է ու խնդիր տեսել, որ մյուսները կարան, ինքը չի կարա, չնայած նույն այդ մի երկրում կամ այդ մի քաղաքում, որտեղ որ ինքը հնարավորություն ուներ, նույնը բացատրում է նրանով, թե ինչի է ինքը անդադար իր կնոջը բռնության ենթարկել։ Սեռական փոքրամասնությունների նկատմամբ ատելությունը Հայաստանում էլ է պայթյունների տեսքով դրսևորվել։ 4 տարի առաջ պայթեցվեց DIY ակումբը։ Ճիշտ է, մարդկային զոհեր Հայաստանում բարեբախտաբար չկար, բայց մոտեցումները նույնն են, նույն ահաբեկչություններ, չնայած արդեն այստեղ Հայաստանի նույն իշխանությունները դա չորակեցին որպես ահաբեկչություն, այլ մի բան էլ գովեստի արժանացան հանցագործություն իրականացնողները։ Մամիկոն Հովսեփյանը նման անհանդուրժողականության մեջ տեսնում է նաև հայ առաքելական եկեղեցու գործունեությունը, հոգևորականները չեն ընդունում նման մեղադրանքները։ Մեզ համար երևույթը դատապարտել է, բայց ոչ թե մարդը, եւ մենք ամեն օր աշխատում ենք այս տեսակ մարդկանց հետ, եւ համասեռամոլներն են գալիս եկեղեցի, եւ թմրամոլները, եւ տարբեր խնդիրներով մարդիկ, որոնք մի տեսակ շատ հաճախ հասարակությունից մեկուսացած են։ Մեր կոչն է, որ մենք այդ մարդկանց անենք ամեն բան, որ այդ մարդիկ ինտեգրվեն համայնքային կյանքում, դառնալով ավելի առողջ, դառնալով ճիշտ ճանապարհի։ Իսկ Ֆրանսիայում տեղի է ունեցել հերթական ոճրագործությունը, որն այդ երկրի ներքին գործերի նախարարը բացահայտ ահաբեկչական գործողություն է որակել։ Փարիզի մերձակայքում ֆրանսիացի ոստիկանին եւ նրա կնոջը դաժանաբար սպանել էր անձը, որն անդամակցում է իսլամական պետություն կազմակերպությանը։